Հայաստանի ու Ադրբեջանի միջև շփումները զարգանում են ոչ միայն պետական մակարդակի վրա։ Հարաբերություններ են ձևավորվում գործարարների ու արդեն նաև հասարակական գործիչների ու լրագրողների միջև։ Արդյոք հավասարը հավասարի հետ երկխոսություն է սա։ Ով ավելի շատ կշահի այդպիսի կապերից, ինչ առավելություններ ու ինչ վտանգներ կարող են բերել ժողովրդական դիվանագիտության ահա այսպիսի դրսևորումները։ Եթերում հեռանկար բանավեճն է ակտուալ թեմաների համապարփակ քննարկմամբ։ Անցած շաբաթ տեղի ունեցավ կարևոր իրադարձություն։ 20 հոգուց բաղկացած ադրբեջանական պատվիրակությունը այցելեց Հայաստան։ Պատվիրակության կազմում էին լրագրողներ, փորձագետներ, հասարակական գործիչներ, խաղաղության կամուրջ անունը ստացած այս նախաձեռնությունը շարունակական է լինելու։ Մեր այսօրվա բանավեճի մասնակիցներից մեկը նախաձեռնողներից, ջատագովներից մեկն է, մյուսը ունի լուրջ վերապահումներ։ Իմ զրուցակիցներն են Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բարիս Նավասարդյանը ու Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանը։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Առաջին հարցից կարճ պատասխանեք, ընդհանուր գնահատականը լավ նախաձեռնություն է, թե վատ, խնդրեմ։ Ես կարծում եմ անխուսափելի գործընթաց է, եթե մենք խոսում ենք նրա մասին, որ պետք է գնանք դեպի միջպետական հարաբերությունների հաստատում, ապա դրանում պետք է մասնակցություն ունենա նաև հասարակությունը, իդեմս այն մարդկանց նաև, որոնք ներգրավում են գործընթացի մեջ։ Ես կարծում եմ, որ անարդարության նպատակով կնքված խաղաղության պայմանագրին օժանդակությունը դա սխալ գործընթաց, սխալ գործունեություն է, քաղաքացիական հանրության համար ոչ հարիր։ Հիմա առաջարկում եմ ծանոթանանք այն տեսանյութին, որը գործընկերս է պատրաստել, որից հետո արդեն բուն զրույցին անցնենք։ Վերջին 2 տարիներին Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու փորձագետները մի քանի անգամ փոխայցելություններ եւ հանդիպումներ անցկացրին։ Այս գործընթացը հատկապես ակտիվացավ 2025 թվականից հետո եւ շատերի կողմից դիտվում է որպես հարաբերություններում նոր փուլ։ Սա տեղի է ունենում երկու երկրների միջև հակամարտության սրված փուլից հետո սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում, հատկապես 2025 թվականի ամռանը Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրից հետո։ 2025-ի հոկտեմբերին ադրբեջանցի փորձագետները օդային ճանապարհով այցելեցին Երևան, քննարկելու խաղաղության օրակարգը եւ երկկողմ հարցերը։ Մեկ ամիս անց խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները այցելեցին Բաքու, որտեղ քննարկումները կենտրոնացած էին խաղաղ գործընթացի առաջմղման եւ հետագա համագործակցության վրա։ Խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում ադրբեջանցի փորձագետների 20 հոգուց բաղկացած պատվիրակությունը փետրվարի 13-ին առաջին անգամ ցամաքային ճանապարհով Հայաստան եկավ սահմանազատված եւ սահմանագծված հատվածով, հայկական ոսկեպար եւ ադրբեջանական Աշաղա Ասկիփարա գյուղերի հարակից տարածքով, հայկական կողմի հետ մասնակցելու երկօրյա քննարկումների։ Ինչու ընտրվեց ցամաքային ճանապարհի տարբերակը։ Սահմանազատված հատված կա, եւ այդ սահմանազատված հատվածը ինչի չի կարա դառնա անցման կետ երկու կողմից։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում Ադրբեջանի հետ համատեղ մենք այդ սահմանազատված հատվածներում որևէ մեկում ամեն մեկս մեր կողմում առևտրային շուկա համատեղ շուկա կամ առևտրի պլատֆորմ ստեղծելու որոշում կկայացնենք եւ կիրականացնենք այդ որոշումը։ Ամեն դեպս նախադեպը կա ցամաքային հատումը տեղի ունեցել սահմանազատված հատվածի երկու երկրների օրենսդրությամբ համապատասխան, ինչ շատ լավ է։ Ադրբեջանցի փորձագետների սահմանը հատելու վերաբերյալ նաև տեսանյութ հրապարակվեց, որից պարզ դարձավ, որ ադրբեջանական պատվիրակությանը հայ սահմանապահներն են դիմավորում, շարժական անցագետում, զննելով ու կնքելով ադրբեջանցիների անձնագրերը։ Իսկ որքանով են երկու երկրների քաղաքասարակության ներկայացուցիչների եւ փորձագետների շփումները նպաստելու խաղաղության գործընթացին։ Այո, խաղաղությունը այնա, որ մենակ երկրների ղեկավարները կամ կառավարությունների կամ խորհրդարանների անդամները պետք է շփումի տեղի չունենան։ Պետք է այդ շփումը ընդլայնվի, պետք է ավելի հաճախ դառնա, որովհետեւ այո, խաղաղությունը եւ դա խաղաղությանը նկատմամբ խնամք տանելու եւ խաղաղությանը տեր կանգնելու շատ կարևոր մի բան է դրսևորում։
Այդ օրերին խաղաղության կամուրջ նախաձեռնությունն ամփոփեց Հայաստանում, մասնավորապես Ծաղկաձորում տեղի ունեցած հայ-ադրբեջանական երկօրյա համաժողովի արդյունքները։ Նշվեց, որ երրորդ համաժողովն էականորեն ավելի մեծ էր, քան նախորդ երկուսը, որին մասնակցել են ոչ միայն նախաձեռնության անդամները, այլև Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքասարակության, փորձագիտական եւ լրագրողական համայնքների ներկայացուցիչներ։ Իսկ ցամաքային սահմանազատված եւ սահմանագծված հատվածով անցումը մասնակիցների գնահատմամբ կարևոր գործնական վստահության ամրապնդման միջոց էր եւ երկու երկրների միջև աստիճանական կարգավորման գործընթացի տեսանելի դրսևորում։ Քննարկումները կենտրոնացել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ փուլի եւ ապագա զարգացման ուղիների վրա 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգի իրագործման եւ դրա տարածաշրջանային հետևանքների շուրջ։ Մասնակիցները փոխանակել են գնահատականներ փոփոխվող տարածաշրջանային անվտանգության միջավայրի եւ խաղաղության գործընթացի արդյունքում ձևավորվող տնտեսական հնարավորությունների վերաբերյալ։ Մասնակիցները խոսել են նաև կայուն խաղաղության, սոցիալական եւ տնտեսական օգուտների, ինչպես նաև խաղաղ գործընթացի շոշափելի արդյունքներ ապահովելու ուղիների մասին։ Ծրագրի շրջանակում հանդիպումներ են կայացել բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկելով քաղաքացիական հասարակության դերը խաղաղության օրակարգում։ Մամուլում գրում են, որ սա աննախադեպ իրադարձություն է, որ պատմության մեջ չի եղել այդպիսի դեպք, երբ ադրբեջանցիները ցամաքով հատեն Հայաստանի պետական սահմանը, հանձնեն եւ Հայաստանում այդպիսի միջոցառում։ Իրականում ուղիղ 32 տարի առաջ ես ու Անդրեասը մասնակցել ենք այդպիսի առաջին փորձին, երբ իսկապես ոտքով նույնպես հատել էինք Ադրբեջանի սահմանը, բայց այդ ժամանակ Հայաստանը հաղթող կողմ էր։ Հիմա փոքրինչ այլ է իրավիճակը, արդյոք հավասար էին դիրքերը այս բանակցող կողմերի։ Ես կարծում եմ, այո, հավասար են, ելնելով այն իրողություններից, որոնք ձևավորվել են, եւ ես կասեի, որ ավելի պատասխանատու է այն առաքելությունը, որը դու կատարում ես քեզ համար ոչ կոմֆորտային իրավիճակում, այսինքն քո պատասխանատվությունը, քո ջանքերը շատ ավելի լուրջ պիտի դիտարկվեն եւ ամեն դեպքում արժանապատվությունը պահպանելով, իսկ Հայաստանի մասնակիցները պահպանում են արժանապատվությունը, լինի դա Հայաստանում, լինի դա Ադրբեջանում այս նախաձեռնության շրջանակներում եւ առանց կաշկանդվելու հնչեցնում են այն խնդիրները, որոնք տեսնում են պաշտոնական գործընթացում, այսինքն ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում եւ ես շատ լավ հիշում եմ այն շփումները, որոնք կային, երբ Հայաստանը հաղթող կողմ էր եւ չէի ասի, որ այն ժամանակ իրողություններին մոտ քննարկումներ կային, քանի որ կարծես թե նպատակը գոնե մասնակիցների մեծ մասի, ես հիմա չեմ խոսում իմ մասին կամ իմ գործընկերների մասին, որոնք մեր Երևանի մամուլի ակումբի ծրագրերով մասնակցում էին, մնացածը ուղղակի կարծես թե հետևում էին պաշտոնական օրակարգին, հնարավորինս չլուծել հարցը եւ ձգել դրա ավարտը։ Դուք ունեիք այդպիսի տպավորություն, Անդրեաս, երբ մասնակցում էիք հայ-ադրբեջանական շփումներին։ Ոչ, որովհետև այն ժամանակ ուղիղ քննարկումները ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ բազմաթիվ հարցեր բացահայտեցին իրենց համար։ Իրենք ունեին դիրքորոշում, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է լինեն Ադրբեջանի քաղաքացիներ, եւ երբ որ ես տալիս էի սովորական հարցեր, ինչպես եք պատկերացնում, որ այդ հայերը ծառայեն Ադրբեջանի բանակում, խոստում տան, հա, պրիսյագա տան պետությանը, ենթարկվեն Ադրբեջանի օրենքներին, դուք ինքներդ այնտեղ կային մարտական գործողությունների մասնակիցներ, ոնց եք դա պատկերացնում, ուսի ձեր երեկվա թշնամու հետ դուք պաշտպանելու եք Ադրբեջանը արտաքին ինչ-որ ոտնձգություններից, դա բերում էր փակուղի, այսինքն այդ հարցերին, առարկայական հարցերին, ադրբեջանական պատվիրակությունը պատրաստ չէր, իրենք վերացական խոսում էին հողի տարածքի պատկանելության մասին Ադրբեջանին, անտեսելով տարական մարդու իրավունքների տրամաբանությունից, մարդու իրավունքների միջազգայինորեն ճանաչված հռչակագրի դրույթներից բխող երևույթներ։ Այն հանգամանքը, որ հայկական կողմը պարտված է, ադրբեջանցիները իրենց հաղթող են զգում, արդյոք կարծում ես կխանգարի առարկայական երկխոսությանը, որը նաև արդյունք կտա։ Կարծում եմ այո։
Կարծում եմ այո, որովհետև տեսեք ձեր տեսանյութի մեջ 2 անգամ թե 3 անգամ ես լսեցի քաղ հասարակություն արտահայտությունը, Ադրբեջանում չկա քաղ հասարակություն։ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության գործիչները կամ բանտում են 300 հոգի քաղ բանդարկյալ, եթե չեմ սխալվում, դուք այդ թիվը ավելի լավ կիմանաք, կամ վրընդված են երկրից, կամ ասպարեզ դուրս չեն գալի, այսինքն պայմաններ քաղաքացիական հասարակության համար Ադրբեջանում բացակայում են։ Եվ անվանել սա քաղ հասարակության հանդիպում արդեն քարոզչական մանիպուլյացիա է։ Տեղի ունեցել այո գործիչների Հայաստանի եւ Ադրբեջանի հանդիպում փորձագետների ադրբեջանական կողմը ներկայացված էր հատուկ ծառայությունների եւ պետության կողմից ուղղորդված գործիչների հասարակական գործիչների միջոցով։ Այսինքն այստեղ արդեն չի կարող լինել ձեր հարցի պատասխանը այստեղ է։ Ազատ քննարկում կարող է ունենալ քաղ հասարակություն։ Բարիս, ընդհանրապես ով է նախաձեռնել, ով է այս ամենի ետևում կանգնած, դա երկու երկրների առաջնորդների միջև պայմանավորվածության արդյունք է։ Վերջին գնալով առավել ինտենսիվ էին դառնում երկկողմանի հարաբերությունները, հիմնականում փորձագիտական շրջանակներում, եւ առաջացավ գաղափար, որ ի վերջո պետք է այնպիսի մի ձևաչափ մտածել, երբ երկու պետությունները նպաստում են եւ աջակցում են գործընթացին, քանի որ առանց պետական միջամտության արդյունավետ կարող է եւ չլինեն այդ կարգի երկխոսությունը եւ այդ ինտենսիվ նաև Երևանի մամուլի ակումբի կողմից նախաձեռնած մեր գործընկերների հետ Բաքվի մամուլի ակումբի ծրագրերի շրջանակներում առավել ինտենսիվ, ինչպես նշեցի, հանդիպած երկու գործընկերներ Արեգ Քոչինյանը եւ Ֆարհադ Մամեդովը որոշեցին դիմել կառավարություններին, որպեսզի ստանան ուղիղ երկխոսության համար, այլ ոչ թե միջազգային կառույցների աջակցությամբ, ուղիղ շփումների եւ երկխոսության համար հարթակ եւ աջակցություն ստացան եւ փաստորեն այդ երկու մեր գործընկերները Ադրբեջանից եւ Հայաստանից ձևավորեցին սկզբից 5 հոգուց բաղկացած խմբեր նախաձեռնող խումբ, բայց մենք ի սկզբանե որոշել ենք, որ պետք է հնարավորինս ընդարձակենք այդ ձևաչափը եւ Ծաղկաձորում արդեն հանդիպեցին 20 հոգի Հայաստանից եւ 19 հոգի Ադրբեջանից, մեկը ընտանեկան պատճառներով չկարողացավ ժամանել։ Եվ մենք ենթադրում ենք, որ հետագա ընդարձակումը նույնպես կարևոր է, որպեսզի ամբողջ պաշտոնական մակարդակով գործընթացը չսահմանափակվի նեղ օրակարգային հարցերով, որ հնարավոր լինի քննարկել տարբեր բաղադրիչներ երկկողմանի հարաբերությունների եւ հնարավորինս խուսափել իմիտացիայից, քանի որ հենց մասնակիցները այդ հանդիպումների կարծում եմ դնելով տարբեր հարցեր ինչպես միմյանց, այնպես էր իրենց ղեկավարությանը կարող են հնարավորինս երաշխավորել, որ գործընթացը անտեղի չձգձգվի եւ իմիտացիոն բնույթ չկրի։ Խնդիրներից մեկն է դա։ Իսկ դուք կարծում եք, որ իմիտացիոն բնույթ է կրելու։ Արտյոմ, Վաշինգտոնում կնքված նախաստորագրված խաղաղության պայմանագիրը իմ կարծիքով նպատակ չի հետապնդում արդարություն հաստատել։ Տեսեք, դուք հիմա քաղաքական գործի գնահատական եք տալիս, որը ընդունելի է, բայց մենք հիմա ուրիշ հարց ենք քննարկում։ Որպեսզի ես ձեր հարցին պատասխանեմ, ես պիտի բուն հարցին պատասխանեմ։ Բուն հարցը հետևյալն է։ Հայաստանի եւ Ադրբեջանի արդարության վրա հենված խաղաղության պայմանագիրը պետք է պարունակեր կետ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը միասին հանձնում են Արցախի կարգավիճակի հարցը միջազգային դատարան։ Փոխարենը պայմանագրում նախատեսված է կետ, որ Հայաստանն եւ Ադրբեջանը հետ են վերցնում ռասայական խտրականության հիմքով մարդու իրավունքների հետ կապված հայցերը միջազգային դատարանից։ Այսինքն արդարությունը առհասարակ այդ խաղաղության պայմանագրի նպատակը չէ։ Հիմա հարց օժանդակել այդպիսի պայմանագրի։ Իմ կարծիքով ի սկզբանե այդ բաղադրիչը ձևական բնույթ է կրում, որովհետև քաղաքացիական հանրությունը չի կարող աջակցել անարդարությանը, մարդու իրավունքների խախտմանը։
ազատությունների սահմանափակմանը։ Իսկ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագիրը այդպիսին է։ Ինքը ուղղված է մարդու իրավունքների խախտմանը, ինքը ուղղված է անարդարությանը, ինքը ուղղված է ազատությունների սահմանափակմանը եւ քաղաքասարակությունը առհասարակ նման պայմանագրի առաջ տանելու դրա հիման վրա խաղաղություն հաստատելու process-ին, եթե մասնակցում է, այդ մասնակցությունը ձևական բնույթ է կրում ըստ իս։ Անդրեասը ընդդիմախոսելով ձեզ պնդում էր, որ Ադրբեջանում չկա քաղաքասարակություն, իսկ եթե կան այդպիսի ներկայացուցիչներ կամ Բրյուսելներում են կամ բանտերում, այդ դեպքում ում հետ եք դուք հանդիպում եւ ինչ իմաստուն էր խոսել մարդկանց հետ, որոնք իրականում չեն ներկայացնում իրենց հասարակությունը, այլ պարզապես նշանակված են ձեր հետ հանդիպելու համար։ Երկու պնդումներին արձագանքեմ, առաջինը քաղաքացիական հասարակության բացակայության մասին Ադրբեջանում եւ երկրորդը արդարության հարցին։ Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, ապա տարբեր պետական համակարգ ունեցող երկրներում քաղաքացիական հասարակությունը ունի տարբեր դրսևորումներ, հա, եւ չի կարող լինել բացակայություն քաղաքացիական հասարակություն որևէ երկրում, որտեղ կան քաղաքացիներ, որոնք ինքնուրույն մտածելու կարողություն ունեն եւ որոնք իրենց մտածածը այս կամ այն խողովակով, դա կարող է բաց խողովակ լինի, դա կարող է փակ խողովակ լինի, հասցնել որոշում կայացնողներին։ Եվ այդ առումով իմ 30 տարբեր եղանակներ կան։ Իմ 30 տարվա շփումները ադրբեջանցի գործընկերների հետ համոզում են, որ իրենք եւ ինքնուրույն մտածելու կարողություն ունեն, իրենց եզրակացությունները կարող են տարբերվել պաշտոնական դիրքորոշումներին եւ նրանք կարողանում են, գոնե նրանցից մեծ մասը կարողանում են հասցնել իրենց կարծիքը որոշում կայացնողներին եւ որոշում կայացնողները հաշվի են առնում այդ կարծիքները, թեև պարզ է, որ դա շատ դեպքերում ոչ հրապարակային եւ ոչ հանրային բնույթ է կրում։ Ես անգամ շատ համարձակ եզրակացություն անեմ, որ շատ դեպքերում մեր բաց միջավայրում հնչեցված կարծիքները քաղաքասարակության ավելի դժվար են հասնում տեղ, քան Ադրբեջանում։ Եվ այնպիսի մարդկանց հետ, որոնք գործում են իմ նկարագրածի շրջանակներում, իմաստ ունի հանդիպել եւ երկխոսել, քանի որ մենք համոզվել ենք, որ այն բոլոր բովանդակությունը, որ եղել է մեր երկխոսության ընթացքում, հասել է տեղ եւ այս կամ այն չափով հաշվի է առնվել։ Առանց նման գործընթացի որևէ գործ առաջ չի կարող։ Դե բնական է ավելի հեշտ կհասնի տեղ, որովհետև եթե հայկական կողմից օրինակ ենթադրենք մասնակցեմ ես հնարավորություն չեմ ունենա տեղ հասցնելու, իսկ սովորաբար իրենք ներկայացված են մարդկանցով, ովքեր այդ գործընթացում դուք էլ կունենաք հնարավորություն։ Կարծում եմ ամեն դեպքում փոքրինչ տարբերություն կա, բնականաբար հսկայական տարբերություն է, բայց դա իրավունք չի տալիս մեզ ասել, որ Ադրբեջանում քաղաքասարակություն չկա, մանավանդ որ շեշտվել է մի քանի անգամ, որ մասնակիցներից մի մասը քաղաքասարակության ներկայացուցիչներ են, մյուս մասը փորձագետներ են, որոնք անմիջապես նաև կառավարությունների հետ են աշխատում։ Այսինքն դա չի գաղտնիք չի, դա պաշտոնապես եւ կան լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք նույնպես Ադրբեջանի պարագայում հիմնականում քաղաքական լուրջ ազդեցության տակ են, ի տարբերություն, ասենք, մեր լրատվամիջոցների մի մասից։ Հիմա արդարության մասին։ Պատկերացումները արդարության մասին Ադրբեջանում եւ Հայաստանում միանգամայն տարբեր են եւ հասնել քո արդարության հաղթանակին դու կարող ես կամ դիմել միջազգային կառույցներին, որպեսզի իրենք պարտադրեն որևէ լուծում եւ մենք տեսան եթե ունենան ցանկություն եւ կարողություն։ Մենք տեսանք տարիների ընթացքում, որ նման կարողություն կամ ցանկություն միջազգային կառույցները կամ միջազգային խաղացողները չունեն։ Ուրեմն մյուս տարբերակը դա պատերազմն է։ Պատերազմով հաստատել քո պատկերացրած արդարությունը։ Մենք տեսանք այստեղ, որ բազմաթիվ կորուստների արդյունքում մենք այդ հարցը չենք կարողանում լուծել։ Ուրեմն մնում է երկխոսության հարցը եւ միգուցե այդ երկխոսության ընթացքում մենք կարողանանք հնարավորինս մոտեցնել արդարության վերաբերյալ պատկերացումները առանց երկխոսության նման մերձեցում պատկերացումների չի կարող լինել, բայց մի հարցում միանշանակ համաձայն եմ Անդրեասի հետ, դա նա է, որ
խաղաղության պայմանագրում չպետք է լինել հրաժարումը դատական հայցերից, որտեղ արդարադատությունը, որը այլ բան է, քան արդարություն, մոտ են իրար, բայց ամեն դեպքում տարբերվում են։ Արդարադատությունը անհրաժեշտ է։ Եվ այստեղ մենք ունենք երկու ընտրություն Ադրբեջանի հետ։ Կամ համաձայնել, որ արդարադատության ինստիտուտներում մեր հակասությունները լուծվում են, կամ եւ դա բավականին ընդունված մեթոդ է կոնֆլիկտների հաղթահարման պարագայում հայտարարել համաներում, այսինքն եթե չեն կարողանում ընդհանուր հայտարարի գանք, համաներում է ամբողջական կատարում եւ այստեղ փաստորեն դա տեղի չի ունեցել, քանի որ մի շարք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ դատական գործընթացներ են տեղի ունեցել։ Այդ թեմային էլ կանդրադառնանք, ուզում եք մեկնաբանել կամ գնահատել խոսքը։ Իհարկե, ՄԱԿ-ի կանոնադրության գլխավոր թեզերից մեկը վեճերի խաղաղ կարգավորման մասին պարտավորությունն է պետությունների։ Եթե պետություններին չի հաջողվում ինչ որ մի ձևաչափով հասնել արդյունքի, իրենք հանձնում են գործը ըստ ՄԱԿ-ի կանոնադրության ՄԱԿ-ի դատարան։ Արցախի հարցում ԵՀԿ Հովանու ներքո բանակցությունները, եթե դուք համարում եք եւ կիսում եք այդ կարծիքը, Իլխամ Ալիևի կարծիքը, Նիկոլ Փաշինյանի կարծիքը, որ եղել է անարդյունավետ, ապա կողմերի ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող գործողությունը պետք է հանձնել կարգավիճակի հարցը ՄԱԿ-ի Գաագայում միջազգային դատարան։ Դա տրամաբանական ալտերնատիվն է, ոչ թե պատերազմ։ Ակտուալ է այս թեմայի վերաբերյալ զրույցը հիմա, մենք քննարկում ենք ներողություն արդյունք չի 4200 հայ մարդկանց կյանքի հարցը եւ այլ հարցերը, որոնք որ վերաբերում են մեր պետությանն, եւ թեզը, որ պատերազմը ալտերնատիվ է անհաջող, կամ ոչ էֆեկտիվ ձևաչափին, դա կեղծ նարատիվ է։ Դա նարատիվ է, որը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Իսկ այն ինչ որ հակասում է միջազգայինորեն ճանաչված կոնվենցիային, կեղծ է։ Եվ Հայաստանի եւ ես նորից եմ դա մատնանշում, Ադրբեջանի կողմից արդար խաղաղության պայմանագրի կնքման պարտադիր կետը Արցախի հարցը երկկողմանի համաձայնությամբ հանձնել միջազգային դատարան։ Դա տրամաբանական է, դա այն պլատֆորմն է, որի վրա եւ ստեղծվում է խաղաղության երկարատև խաղաղության համար ամուր հիմք։ Հիմա տեսեք, իսկ ինչ է նշանակում արդարությունը եւ արդարադատությունը առհասարակ գործընթացից հանել, փոխարինել համաներումով։ Այո, մենք ականատես եղանք Արցախում, Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման։ Դա պաշտոնական քաղ հասարակությունից, միջազգային իրավապաշտպաններից արդեն տրված գնահատական է, որին ես հույսով եմ դուք չեք առարկում եւ ընդունում եք դա որպես քաղ հասարակության Հայաստանի ներկայացուցիչ։ Այսինքն այս նախաստորագրված պայմանագիրը, այս գործողությունը Վաշինգտոնում նպատակ է հետապնդում քողարկել այդ հանցագործությունը։ Անդրեաս, ես դեմ չեմ այս թեմայի շուրջ քննարկմանը, բայց այսօր հրավիրել ենք ձեզ քաղ հասարակության ներկայացուցիչների միջև շփմանը գնահատական տալու համար։ Եթե այդ շփումը նպատակ ունի, վերջնական նպատակ ունի քողարկել, պարտակել զանգվածային մարդու իրավունքները, մասնավորապես մարդկության դեմ էթնիկ զտումը, մարդկության դեմ հանցագործությունը։ Եթե նման գործողությունները ամբողջությամբ նպատակ են հետապնդում Իլխամ Ալիևի ռեժիմը ազատել պատասխանատվությունից մարդկության դեմ Լեռնային Ղարաբաղում կատարված հանցագործության համար, դա ոնց կարող է դրական գնահատվել։ Դա չի կարող բերել ոչ ամուր խաղաղություն, որտեղ եթե նման գործողությունների նպատակը հանցավորին պատասխանատվությունից ազատելն է, դա խաղաղություն չի բերի։ Ակնհայտ է դա։ Այսինքն դուք կարծում եք, որ այս process-ը ծառայում է հակառակորդի պարտադրած օրակարգին։ Ես անկախ նրանից ով ինչ է մտածում, փաստացի դա ծառայում է հանցագործներին պատասխանատվությունից ազատելու։ Մարդկության դեմ հանցագործությունը ծանրագույն հանցագործություններից մեկն է։ Եվ երկրի ցանկացած պետության ներքին օրենսդրությամբ եւ միջազգային քրեական դատարանի, որի դեպ Հայաստանը անդամ է միջազգային քրեական դատարանի։
Այսինքն Հայաստանում քաղաքական գործիչները, հասարակական գործիչները պիտի ղեկավարվեն մարդու իրավունքներով, պիտի ղեկավարվեն մարդու ազատություններով եւ պիտի ղեկավարվեն նրանով, որ աջակցել այդ ամենի դեմ կատարված հանցագործություններին նշանակում է աջակցել պարտակելու, այդ հանցագործությունները։ Դա անընդունելի գործողություն։ Հասկանալի է ձեր գնահատականը, ձեր կարծիքը, վարիս արձագանքելու հնարավորություն կունենա կարճ տեսանյութից հետո, տեսնենք թե սովորական մարդիկ ինչ են մտածում մեր այս քննարկվող թեմայի մասին։ Եթե շփեն ինչ է խանգարում։ Ոչ մի դեպքում ոչ մի բանի չի խանգարում։ Ես կյանքում թուրք չեմ շփվի։ Թուրքնով, մենք թուրք։ Ախր այդ շփումները միակողմանի է։ Եթե նման այն ինչ որ ստեն անում նույն այրը, այնտեղ կարողանան ազատ անել, իհարկե ով չի ուզում խաղաղություն, իհարկե ճիշտ կլինի ու լավ կլինի։ Ինչի համար շփեն։ Որպես ինչ շփվեն։ Խաղաղությունը թող բանել է, Ղարաբաղել, Արցախել է խաղաղություն։ Հայ կան դեղ։ Իրանք այն մարդիկ էին, ովքեր բլոկադա էին արել Արցախը, հիմա գարան մորթի հակել են, եկել են մտել են ժողովրդի մեջ, որ ինչ անեն։ Ոնց որ պետք է լեզու գտնեն իրար հետ, այդ հաստատ է։ Եթե իսկական հայ ես, թուրքից երբեք չես կարա այդ ատելություն բառը անջատես։ Պետք են այս շփումները եւ կտանեն դեպի խաղաղության թե ոչ։ Շփումները պետք են։ Վերջը խոդարեդար ճշնամի չենք լինելու, մի օր պետք է բարիշենք, բայց ես այդ ազգին չեմ վստահում։ Իրանք պետք է գան, որ ցույց տան, որ իրանք գնում են դեպի խաղաղության։ Որտեղ է մեր գերիները։ Որ գերիներին հանեն։ Այս ինչ խաղաղություն է։ Կոմիտասի շուկա է գնում, այն ժամանակ դեռ ադրբեջանցի կանգնած առևտուր էին անում։ Ու երևի նորմալ էր, էլի։ Հետո թենց դառավ։ Արցախի խնդիրը բարձրացավ մեջտեղ ընկա։ Նորմալ ապրում ենք էլի, հիմա հայը, ադրբեջանցիա, վրացիա, դրանից ինչ նշանակություն ունի։ Դե բոլորը համերաշխ ապրեն, մի աշխարհը մի երկրագնդում դա բոլորը պիտի նորմալ ապրեն։ Չեմ հասկանում, որ հեսա կարող է դուրը ձանգեն, բացես ասի սալամ։ Այդ բան չունեմ ասելու։ Դե մենք ժամանակին եղել ենք այդ հարաբերությունները եղել է ու նորմալ է եղել ինձ թվում է։ Ինձ թվում է որ պիտի որ նորից նույն ձևի շարունակվի, ինչքան կարելի է թշնամանքով ապրել։ Այնտեղի փոքրիկները գիտեք ինչ էին ասում։ Որդը բռնում էին, տալիս էին գլխին, ասում էին այսի հայա, այսպես պետք է վիզը կտրենք։ Իրանց մեջ երբեք հայի նկատմամբ բարեկամություն ասածը չի եղել։ 1000 տարի հետ տանք, հետո առաջ գանք, տեսեք, եղել է ժամանակահատված, որ մեր թշնամու հետ մենք ունենանք հարաբերություն բարի դրացական։ Ես չեմ կարծում, դա էլի եմ ասում, կարծիք։ Կոնկրետ ես չեմ շփվելու, շատ նեղվեմ ես դուրս կգամ երկրից։ Մոսկվայում որ դուրս եք գալիս, շուկաները թուրքերը եւ հայերը կողքի իրենք առևտուր անում են։ Դե հայերը սիրում են փող, մնացածը սիրում են հող։ Այսպես թե այնպես գալիս է մեկ Ադրբեջանից, Թուրքիայից մեզ ամեն ինչ էլ գալիս է, թե սնունդ, թե միրգ, թե բանջարեղեն, թե շորեղեն, միշտ գալիս է, թող լինի օրինական։ Մնացածն էլ ապագան ցույց կտա, էլի։ Այս տեսանյութում մի կին հիշեցրեց, որ ադրբեջանական պատվիրակների թվում էին նաև այն մարդիկ, ովքեր 93 թվականին ներկայանալով որպես էկոակտիվիստներ շրջափակում էին Արցախը միջանցքում եւ ապահովում էին պատրվակ Արցախի դեմ ագրեսիայի համար։ Հիմա այդ հանգամանքը ձեզ չէր կաշկանդում, արդյոք դուք ձեր իրենց հետ հանդիպելով չէիք լեգիտիմացնում իրենց։ Դու նախ միայն առաջին հանդիպմանը մասնակցեց Դիլարա Էֆենդիևան, որը նաև որոշակի դերակատարություն ուներ Լաչինի ճանապարհի արգելափակմանը, բայց մեզ մոտ ինձ թվում էր իր գործունեության վերաբերյալ բավականին միակողմանի մեկնաբանություններ կային, ինքը այնտեղ կատարում էր այն, ինչ համարում էր այսպես ասենք գործին օգնելու իրենց գործին օգնելու ոչ իրենց գործին ընդհանրապես գործին օգնելու հիմնական երևի արժի որ դրա մասին մենք խոսենք Դիլարայի հիմնական նպատակը այն էր որպեսզի ինքը կապ հաստատի Արցախի հայերի հետ
եւ փորձի հասկանալ ինչպիսի խնդիրներ կան եւ ինչպես այդ խնդիրները կարող են լուծվել։ Պարզ է, որ դա իր կողմից ըստիս բավականին միամիտ նախաձեռնություն էր։ Եթե հավատանք իրականությանը իհարկե։ Նու ես բավականին խորապես ուսումնասիրել եմ այդ հարցը, բայց դա չի էական։ Ամեն դեպքում դա բավականին միամիտ նախաձեռնություն էր, որը միանշանակ գործին չէր օգնելու, բայց բազմաթիվ սկանդալներ առաջացրեց, որոնք բոլորովին պետք չէին։ Եվ ես դա դիլարային ասել եմ, իմ կարծիքը հայտնել եմ նաև կարծիքը եւ մեր լրատվամիջոցներով եւ ադրբեջանցի գործընկերներին, որ հաշվի առնելով ընկալումները, ցանկալի չի, որ մարդիկ, որոնք նման համբավ ունեն հակառակ կողմում, մասնակցեն գործընթացին։ Եթե որևէ մեկը Ադրբեջանում համարի, որ ես չպետք է մասնակցեմ, որտեղ իմ մասնակցությամբ ես այսպես ասենք վստահության վերաբերյալ կասկածներ եմ առաջացնում ամբողջ գործընթացի նկատմամբ։ Սա հասկացանք։ Հիմա Անդրեասի նախորդ խոսքի հետ կապված ամբողջ հակամարտությունը ուղեկցվում էր էթնիկ զտումներով։ Մենք դա շատ լավ գիտենք։ Եվ նաև 90-ական թվականներին, 2000-ականների սկզբներին բազմաթիվ միջազգային կառույցներ փորձում էին այդ հարցերին տալ լուծում, բայց չեն կարողացել տալ լուծում։ Չէր կարող տալ, կարծում եմ, լուծում Հաագայի դատարանը իմ ամբողջ հարգանքով հանդերձ այդ կառույցի նկատմամբ։ ՄԱԿ-ի որոշումները, որոնք քաղաքական եւ պարտադիր բնույթ ունեն, որտեղ Հաագայի դատարանը պարտադիր մեխանիզմներ չունի, պարտադրելու մեխանիզմներ։ Դա անվտանգության խորհուրդն է։ Անվտանգության խորհրդում մենք միակարծիք որոշում չէին կարող ակնկալել։ Իսկ դա նշանակում է, որ եղած գործիքները միջազգային խնդիրների միջազգային կարգավորման տվյալ դեպքում չեն աշխատել ու չէին կարողանա աշխատել։ Եվ եթե այդպես է, ապա միակ տարբերակը դա երկու երկրների միջև հնարավորինս կառուցողական երկխոսությունն է։ Եվ միայն այդ կառուցողական երկխոսության միջոցով որևէ պայմանավորվածություն կարող է նպաստել նրան, որ մարդիկ ստանան նաև իրենց հայրենիք վերադարձի իրավունք։ Դա բավական երկարատև process է, բայց այս փուլում այլ լուծում, ինչպես պատմությունը եւ կյանքը ցույց տվեց, չկա։ Մեզ կարող է դա դուր չգալ։ Ինձ էլ շատ բաներ դուր չի գալիս հայ-ադրբեջանական հարաբերություններում, բայց ես կրկնում եմ, այն հնարավորություն, քան երկխոսության միջոցով եւ հնարավորինս լայն կոնսենսուսի միջոցով խնդիրները լուծելու այլ ճանապարհ չեմ տեսնում։ Անդրեաս, իսկապես որոշ վերապահումներ ունենք հակառակ կողմի պատվիրակների վերաբերյալ, իրենք էլ մեր նկատմամբ, բայց մյուս կողմից միգուցե ավելի ճիշտ է թող արմատական դիրքորոշումներ հնչեն, այլ ոչ թե ինչ-որ պուպուշ թեմաների մասին խոսենք ու ձևանենք, որ ամեն ինչ լավ է։ Որն են այդ պուպուշ թեմաները։ Չգիտեմ, խոսենք խոհարարությունից կամ ազգային պարերից։ Ավելի ճիշտ չի իսկապես արմատական ձևով մոտենանք խնդրին, այսպես բևեռային կարծիքները բերենք եւ փորձենք համադրել։ Արմատական հարց է Հայաստանին պարտադրված նախապայման որպես խաղաղության պայմանագրի ստորագրման երրորդ հանրապետության լուծարումը։ Ինչի մասին ենք խոսում։ Սահմանադրության փոփոխության մասին որպես նախապայման Իլխամ Ալիևը հայտնել է հրապարակային։ Հայաստանում սահմանադրության փոփոխություն նշանակում է գործող հանրապետության լուծարում, նոր պետության հիմնադրում։ Այդ պրեամբուլա կոչվածի հանելը դա տեխնիկական այսպես հանրությանը ներկայացում է այս process-ը դրան նպաստելու է եւ ծառայեցնում է դրան։ Չէ, հիմա տեսեք ամբողջ հիմա որպես մասնագետ եմ դες բացադրում։ Երբ որ մի պետություն մեկ այլ պետության որպես խաղաղության պայմանագիր կնքելու նախապայման դնում է պահանջ լուծարել քո պետությունը։ Ինչ ես նորից եմ ասում, մենք քննարկում ենք քաղաքացիական հանրության դիրքորոշումը։ Ինչ դիրքորոշում պիտի ունենա քաղաքացիական հանրությունը այլ պետության կողմից իր պետության լուծարման պահանջի նկատմամբ։ Դուք ասեք։ Տեսեք, մեր անկախության հռչակագիրը, մեր սահմանադրության նախաբանը փոխկապակցվածություն են ստեղծում անկախության հռչակագրի եւ գործող սահմանադրության միջեւ։ Ադրբեջանին Իլխամ Ալիևին մասնավորապես դուր չի գալի, որ Հայաստանի անկախության հռչակագրում կա արդարության համար պայքարի գաղափար։
հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում ճանաչելը դա արդարության համար պայքարի գաղափարի արդյունք է։ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը եւ հայ ժողովրդի համաձայնությունը, որպեսզի Լեռնային Ղարաբաղը իր ինքնորոշման արդյունքում միանա Հայաստանին, դա այն դրույթն է անկախության հռչակագրի, որը որ վերաբերվում է Արցախին։ Այսինքն Ալիևի պահանջը մեր երկրի հիմքում դրված գաղափարը արդարության համար պայքարի հանել առհասարակ եւ հիմնադրել նոր պետություն առանց այդ գաղափարի ստեղծում է հետեւյալ խնդիրը բոլորիս համար։ Մենք դրա հետ համաձայն ենք եւ ինչ հետևանքներ կարող կամ ոչ, եթե համաձայն ենք, ապա ինչ հետևանքներ կարող են, ինչ ռիսկեր կարող են լինել։ Առհասարակ ուրիշ պետության պարտադրանքով սահմանադրություն փոխելը դա նշանակում է պրոտեկտորատ։ Այսինքն ճիշտ եմ ձեզ հասկանում, որ այս process-ը ոչ կառավարական կազմակերպությունների, փորձագետների միջև շփումը լեգիտիմացնում է այդ ձեր ասածը եւ նպաստում է։ Մենք քննարկեցինք առաջի հարցը, որ սա անարդար խաղաղության պայմանագրի, որի նպատակն է քողարկել հանցագործությունը տեղի ունեցած։ Ուրեմն այս process-ը չի ծառայում մեր շահերին։ Եվ այդ գործընթացը առնչվում է մյուս հարցի հետ, այսինքն այդ գործընթացի հետ մասնակիցները իրենք համաձայն են Հայաստանի Հանրապետության լուծարման հետ։ Հանուն նոր պետություն ստեղծելու, այնպիսի պետություն, որը որ համապատասխանի Իլխամ Ալիևի ճաշակին, Իլխամ Ալիևի պատկերացումներին, այդպիսի պետությունը ինքը արդեն անունը տվել է Արևմտյան Ադրբեջան։ Կարող է ներողություն անունով հիմա Հայաստանի առաջարկը լինի, հա, արտադրության նախարարի, որ անունը լինի Հայաստան, բայց Հայաստանի եթե պետական գաղափարից արդարության համար պայքարը դուրս է բերվում, դա իսկապես պատմականորեն եւ այլն, դա Արևմտյան Ադրբեջան է, համաձայնվում եք։ Պարզ է ձեր կարծիքը, բարիս, իսկապես ժամանակավրեպ չէ այս կամուրջների ձևավորումը այն դեպքում, երբ նախ հայտնի չէ Ադրբեջանը ի վերջո երբ համաձայնվի ստորագրել վերջնականապես համաձայնագիրը, երբ Ադրբեջանը շարունակում է արհեստական եւ շինծու մեղադրանքներով դատավճիռներ կայացնել մեր հայրենակիցների նկատմամբ, միգուցե սպասեինք հասկանայինք իրենց իրական մտադրությունը որն է, նոր սկսեինք սեղան նստել։ Եկեք հերթով, ինչ վերաբերում է դատավճիռներին, ապա ավարտվել է այդ գործընթացը, հետ տանել մենք դա չենք կարող, եւ մենք կարող ենք հիմա հասնել իմ կարծիքով այն գաղափարին, որ ես հնչեցրել եմ, համաներման սկզբունքը պետք է աշխատի, մենք հրաժարվում ենք որևէ պրետենզիաներից այն մարդկանց նկատմամբ, որոնք կատարել են Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություններ, ոչ էլ ունեցել են կարծես տենց պրետենզիաներ, չէ՞ մենք։ Դե կարող ենք ունենային կամ գոնե հանրային խոսքում Հայաստանում հարուցված է քրեական գործ։ Ռազմական հանցագործությունների վերաբերյալ կոնկրետ անձիկ անցնում են որպես բան, ճիշտ է։ Այո, եւ նույնը պետք է անի Ադրբեջանը։ Հիմա այս հարցը մեր շփումների օրակարգում է։ Ինչքանով կկարողանանք հասնել հաջողության, չգիտեմ, բայց կարծում եմ մենք մի փոքր լումա ունեինք գոնե որ այն 4 դատապարտվածները Ադրբեջանում վերադարձան Հայաստան եւ այդ ուղղությամբ պետք է շարունակել աշխատել, քանի որ ցանկացած անձի այնտեղ գտնվելը խնդիր է։ Սա մեկ, երկրորդը ինչ կապված է սահմանադրության եւ հռչակագրի հետ։ Այն նախապայմանը, որը դրվում է Ադրբեջանի կողմից, ըստ իս չպետք է լիներ։ Քանի որ սահմանադրությունը դա ներքին գործ է, բայց արդեն դրվել է հարցը եւ մենք շատ լավ հասկանում ենք, որ պրակտիկ իրական քաղաքականությունում գործիչները այդքան հեշտ սկզբունքային դրված հարցերից չեն հրաժարվում։ Ուրեմն պետք է գտնել որևէ լուծում։ Պահանջը նախ չի վերաբերում հռչակագրի չեղարկմանը։ Եթե հարցը դրվեր այդպես, մենք կարող ենք ասենք, որ նաև պահանջ է դրվում, որպեսզի երրորդ հանրապետությունը չեղարկվի։ Բայց մենք ունենք բազմաթիվ միջազգային պրակտիկայում օրինակներ, երբ հռչակագրի վրա, որը ձևավորում է շատ կոնկրետ քաղաքական կամ աշխարհաքաղաքական իրավիճակներում, հղումը սահմանադրությունում չկան, ավելի ճիշտ հազվադեպ են այն օրինակները, երբ կա հղում հռչակագրին, որտեղ կրկնում եմ, հռչակագրից հետո եւ սահմաններն են փոփոխվել երկրների եւ պետական համակարգն է նույնիսկ փոփոխվել, այսինքն դա անմիջական կապ սահմանադրական նորմերի հետ չունի։
Եվ դա ի վերջո հաստատել է նաև Հայաստանի Սահմանադրական դատարանը։ Սակայն, եթե ամեն դեպքում հարցը օրակարգում է, եւ եթե մենք նպատակ ունենք ընդունել նոր սահմանադրություն անկախ Ադրբեջանի պահանջներից, որտեղ ես դրա անհրաժեշտությունը զգում եմ մի քանի պատճառներով եւ սահմանադրության դրույթների հետ որոշ համաձայն չեմ եւ սահմանադրության հանրակրվեները լուրջ կասկածներ են առաջացնում։ Իսկ մեզ պետք է սահմանադրություն, որը ամբողջական 100%-անոց լեգիտիմություն ունի, բայց դա չպետք է կապվի, այլ դա արդեն հաջորդ հարցն է, որը նույնպես քննարկվում է։ Դա չպետք է կապվի խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ։ Եվ ես կարծում եմ, որ եթե եւ այդ հարցը մենք բարձրացնում ենք կոնկրետ ես բարձրացնում եմ։ Եթե սահմանադրության նախագիծը չի պարունակում ադրբեջանցիներին մտահոգող հռչակագրի դրույթի վրա հողում չի կատարում։ Եթե ընտրություններում հաղթում են քաղաքական ուժը, քաղաքական ուժերը, որոնց համար ընդունելի է սահմանադրության այս մոտեցումը, ապա որևէ խոչընդոտ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար չկա։ Իսկ արդեն սահմանադրության հետ կապված հանրակրվեն, դա Հայաստանի միանգամայն ներքին գործերն է, որտեղ մենք չգիտենք ի վերջո քվեարկողները ինչու համար են կողմ քվեարկելու սահմանադրության եւ ինչու համար են դեմ քվեարկելու։ Եվ դա չպետք է կապել խաղաղության եւ միջպետական հարաբերությունների գործընթացին։ Անդրեաս, մի օր հուսով եմ խաղաղ համաձայնագիրը կկնքվի, դրանից հետո արդեն իմաստ ըստ ձեզ կունենա ավելի ակտիվ շփումները գործարարների, չգիտեմ, ուսանողների, կանանց, լրագրողների, տարբեր ոլորտների պրոֆեսիոնալների միջև։ Արդյոք արհեստական հարց է։ Ես հույսով եմ, որ անարդար սկզբունքի վրա կնքված խաղաղության պայմանագիրը Հայաստանի լուծարման նախապայմանով չի կնքվի։ Բայց ես վստահ եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ կկնքվի արդար խաղաղության պայմանագիր ապագայում։ Տեսեք ոնց է աշխատում պարադիգման։ Կնքվում է խաղաղության արդար պայմանագիր։ Իսկ եթե ոչ արդար, բայց կնքվում է։ Եթե ոչ արդար, մնացածը գոյություն ունի թունավոր ծառի պտուղների խնդիր։ Եթե հիմքում դրված է մարդու իրավունքներին հակասող անօրինական գործողություն, իր մնացած բոլոր պտուղները միշտ լինելու են թունավոր։ Դա ֆունդամենտալ սկզբունք է իրավական մտածելա եւ քաղաքական մտածելակերպի։ Թերի հիմքի վրա չես կարող կառուցես առողջ բան։ Հասարակությունները չեն կարող առողջացնել։ Կոմպրոմիսը եկեք այստեղ չքննարկենք։ Այն ինչ որ ես լսեցի պարոն Նավասարդյանի խոսքի մեջ, դա կոմպրոմիս այս իրողության հետ կոմպրոմիս գտնելու փորձեր են։ Ես խոսում եմ ճշմարտությունը միգուցե այսպես ուրճացված, հա, պարզ ներկայացնելու համար, որ բոլոր քաղաքացիները, որոնք որ դիտում են հիմա, ճիշտ հասկանան ինչի մասին է խոսքը։ Մենք հիմա հոգեբանորեն, այո, բարոյա հոգեբանորեն առումով բարդ վիճակում են գտնվում բոլորս։ Գնալ կոմպրոմիսի այս իրողության հետ, թե չգնալ։ Չգնալը ինչ է։ Այ խնդրում եմ բարձրացնել։ Չգնալը դա ինչ է նշանակում։ Սպառնալիքը։ Այսինքն դու որպես ազատ մարդ իրավունքներով օժտված չես կարող ապրես այս մոլորակի վրա, քեզ սպանելու են։ Դու ապրում ես այս իրողության հետ, որի հետ պիտի գնաս կոմպրոմիսի։ Այս բանաձևը ներողություն գալիս է 1915 կամ դրանից շուտ թվականից որպես պատկտադրանք հայ ժողովրդին։ Եվ այսօր այո կա նաև այդ կարծիքը, որ հայ ժողովուրդը պիտի այդ պարտադրանքին ենթարկվի, որից հետո ինքը կկարողանա գոյանա որպես հայ ժողովուրդ։ Դա հարց։ Ես ձեր կարծիքն եմ հարցնում։ Իմ կարծիքը հետևյալն է։ Ակնհայտ է, որ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո պետական սահմանի մասին պայմանագիրը դրա հիման վրա օրինական դելիմիտացիա անելուց հետո բացվում են սահմանները։ Ոչ թե Ադրբեջանի Իլհամ Ալիևի որոշմամբ Հայաստանի ինչ որ յուրային ընկերությանը տրամադրում են մատակարարում բենզինի, չէ՞։ Որը ոչ ազատ արևտրի կանոններին, ոչ մրցակցության կանոններին չի անում։ Չէ, դա PR ակցիա է, շինծու խաղաղության, ձևական խաղաղության այս process-ը, այսպես ասած, առաջ տանելու այն հանցագործությունները, որը որ համաներման կարիք ունեն ըստ Իլհամ Ալիևի, որտեղ առաջին ինքն է այնտեղ պատասխանատու քողարկելու եւ այլն եւ այլն։ Ազատ արևտրի կանոնները բխում են արդար խաղաղության պայմանագրի կնքումից որպես դրա տրամաբանական շարունակությունը եւ այդտեղ ասել որ այո կարող են լինել փորձագետների կարծիք, բայց ովքեր պիտի լինեն այդ փորձագետները։
տնտեսության ոլորտի փորձագետները, չէ, առարկայական փորձագետներ, որոնք որ կարող են խորհուրդ տալ պետությանը եւ բիզնեսին, որտեղ կարող են լինել համագործակցության կետեր։ Դե ինչ որ բանից պետք է սկսել։ Հիմա ես ես հարց տամ, Հայաստան, Վրաստան, բարեկամական հարաբերությունները։ Հուսով եմ, որ կարող էին լինել ավելի Քաղաքացիական հանրությունը հանդիպում է այդ հարցերով։ Դե կարիքը դրա առանձնապես այդքան սուր չի զգացվում։ Ձեզ թվում է Ադրբեջանի հետ սուր զգացվում է։ Հանդիպում է, բայց մենք դա տեսնում ենք, մենք դա գնահատում ենք, մենք դրա ազդեցությունը զգում ենք։ Մենք ապրում ենք մեր կյանքով, Վրաստանը ապրում է իր կյանքով, չէ՞, որտեղ որ բիզնեսը գտնում է, որ պետք է համագործակցել, առանց հասարակության կարծիքի գնում է համագործակցում է եւ այլն, որտեղ երբ որ չկան պետական մակարդակով խոչընդոտներ, հանրության համար խնդիր չկա տնտեսական եւ սոցիալական հարաբերություններ հաստատելու։ Քաղաք հասարակությունը, այո, օժանդակում են դեպքերում, երբ որ կան խնդիրներ։ Հասկանալ է։ Բայց մեր քննարկվող դեպքը այսօր ինչպես Իլխամ Ալիևին փրկել պատասխանատվությունից մարդության դեմ հանցագործության համար, դա այդ դեպքը չի։ Հասկանալ է։ Տեսեք, իրականում բիզնեսմենների դերը կարող է շատ ավելի մեծ լինել, քան հասարակական գործիչների, պրոֆեսիոնալների, էքսպերտների դերը։ Եվ այդ իմաստով այն ինչի մասին հիշատակեց վարչապետ Փաշինյանը, սահմանամերձ շուկա ստեղծել, որտեղ ուղիղ գործարքների մեջ կարողանան մտնել գործարարները, հա, Սադախլո կար ժամանակին, լավ հիշում եք երևի, հա։ Իր դրական դերը ինչ որ իմաստով խաղացել է։ Հիմա այս ինչ նոր Սադախլո են փորձում ստեղծել սահմանը։ Դա հնարավոր ուղղություններից մեկն է, բայց առաջին հերթին եւ այստեղ էլ պիտի համաձայնեմ Անդրեասի հետ, անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս կանոնակարգված հարաբերություններ լինեն եւ դրանք չփոխարինվեն PR ակցիաներով։ Եվ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս երկխոսություն ընդարձակվի, ներառի իրավաբաններին, ներառի տնտեսագետներին, ներառի մասնավոր բիզնեսմեններին, որոնք լուծումներ կգտնեն, որպեսզի միանշանակ պահանջարկ ունեցող, ասենք, հայկական արտադրանքը գնա Ադրբեջան, միանշանակ պահանջարկ ունեցող ադրբեջանական արտադրանքը հասնի Հայաստան, բայց դրա համար անհրաժեշտ են տեխնիկական լուծումներ եւ այդ լուծումները միայն քննարկումների միջոցով կարող են լինել։ Օրինակ, մենք հասկանում ենք, որ որևէ նորմալ տնտեսական հարաբերություններ չեն կարող լինել, եթե մենք Հայաստանից Ադրբեջան չենք կարողանում կատարել բանկային փոխանցում։ Հիմա դա մասնավոր հարց է, որը պետք է լուծվի եւ որի վերաբերյալ պետք է պայմանավորվածությունների հասնել։ Եվ եթե պետական մակարդակով մենք գիտենք, որ մի քանի ֆորմատներ կան պետական մակարդակով շփումների, բայց այնտեղի օրակարգը չի կարող ներառել բոլոր հնարավոր խնդիրները եւ այդ պատճառով ներգրավվածությունը տարբեր փորձագետների եւ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների, որոնք փոխվստահության մթնոլորտ են ստեղծում հաջորդ խմբերի համար, ուղղակի անխուսափելի է եւ հենց այդ գործընթացի մեջ ենք եւ մեղադրանքներ կային նաեւ դեպ Անդրեասը հնչեցրեց դա, որ որևէ ինչ-որ խումբ փորձում է մենաշնորհել գործընթացը, բայց արձակապես այդպիսի բան չկա, հակառակը։ Մենք ընկած ման են գալիս այն մարդկանց, այդ թվում նաև մարդկանց, որոնք մեր օպոնենտներն են, ներգրավեք երկխոսության մեջ։ Օպոնենտ ունեք իդեմս Անդրեասի։ Անդրեաս, եթե ձեզ այդպիսի առաջարկ անեն, կմասնակցեք, ընդդիմախոսեք, ամենասուր հարցերը դնեք։ Ես հիմա կառուցում եմ թաղամաս Հայաստանում։ Ձեր հարցը հետևյալն է։ Կվաճառեմ ես իմ կառուցվող հողամասում անշարժ գույքը Ադրբեջանի քաղաքացիներին։ Պատասխանը ոչ։ Իմ հարցը այլ էր, ձեր պես ձեր հնչեցրած սուր կարծիքը կարող է օգտակար լինել նաև ահա այդպիսի շփման ժամանակ։ Դուք կգաք, կհնչեցնեք, կքննարկեք։ Ես նորից եմ ասում, այն հրապարակային ինչ որ ասել եմ բազմաթիվ որպես քաղաքական գործիչ դիրքորոշումս ասում եմ, շինցու կեղծ գործընթացները լինի դա շինցու ընտրություններ, լինի դա շինցու խաղաղություն, չեն կարող բերել արդյունք հասարակությունների համար։ Պատգամը մենք լսեցինք եւ հայ եւ ադրբեջանական ժողովրդի խաղաղության մեջ ապրելն է, դա բնական ցանկությունն է յուրաքանչյուր մարդու։ Պետական եւ հասարակական գործիչների պարտականությունը, ֆիդուցիար պարտականություն իդեպ, գործել բարեխիղճ եւ ողջամիտ։ Ոչ թե կոմպրոմիսներ ման գալ հանցագործությունները պարտակելու համար։
այդ պարտականությունը դրանից բխում է, որ խաղաղությունը պիտի լինի Բարեխիղճ եւ ողջամիտը ենթադրում է նաեւ կոմպրոմիսներ։ Այո, բայց կոմպրոմիսներ օրենքի շրջանակում, ոչ թե օրենքը շրջանցելու համար։ Օրենքը շրջանցելու համար կոմպրոմիսները կոչվում են հանցագործություն։ Օրինակ, տարածքային բաժանման մասին օրենքում գծված են եւ նկարագրված են այն սահմանները, որոնք նաեւ հիմա օրակարգային հարց են երկկողմանի հարաբերություններում։ Այսինքն դա էլ էր Հայաստանի պետականության ոչ ժամանակը ոչ էլ մեծ թեման է դա։ Ադրբեջանի միջև վիճելի հարցը վերջի տասնյակ տարիների Լեռնային Ղարաբաղում ներողություն որ ձեզ ընդհատում եմ ինքնորոշման իրավունքն է, կա թե չկա։ Այդ հարցը ճիշտ գրիտ պատասխանը տալիս է դատարանը։ Եթե ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը ցանկություն չունեն այդ հարցի իրավական պատասխանը արդարադատության կողմից լսել, նշանակում է ցանկություն չունեն հասնել արդարության։ Դա պարզ չի։ Ցավոք ժամանակ չունենք եւ ես պարզապես ձեր հնարավորություն վերակենդանացնենք Մինսկի կոնֆերանսը, որը վերջնական վճիռ կայացնի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի համար։ Մինսկի կոնֆերանսը քաղաքական ձևաչափ էր, որը կողմերին առաջարկեց հանրակրվեով որոշել այդ կարգավիճակի հարցը եւ կողմերը չեկան ընդհանուր հայտարարի։ Դատարանի որոշումը դա այլ բան է։ Այլ թեմա է, հիշեցնեմ, մենք քննարկում ենք հանրային գործիչների, պրոֆեսիոնալների միջև շփման հեռանկարները եւ այժմ պարզապես բառացիորեն մեկ նախադասությամբ ինչ է կուզեք, որ հեռուստադիտողը հիշի ձեր այսօրվա խոսքը։ Քանի որ ես հնարավորություն չունեցա արձագանքել վերջի պնդումներին, մենք ձեզ առիթ կտանք օպոնենտի, հետեւյալը ասեմ, տասնյակ տարիների ընթացքում կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնք թունավորում են եւ անառողջ հանգամանքներ են ձևավորում հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Եթե մենք հիմա հետ գնանք եւ բոլորը փորձենք լուծել, կշարունակվեն լարումները սահմանում, շրջափակված կմնան բոլոր հաղորդակցությունները եւ Հայաստանը զարգացման հնարավորություն չի ունենա։ Եթե դա ենք ուզում, մենք կարող ենք գնալ այդ ճանապարհով։ Մենք առաջարկում ենք այլ ճանապարհ։ Ինչը հիշի հեռուստադիտողը ձեր խոսքից։ Մենք չենք ունենալ առում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եթե հաստատենք արևմտյան Ադրբեջան երկրի բուն էությամբ նոր Հայաստան։ Չփակագծերում արդեն Հայաստան։ Այդ դեպքում լինելով Ադրբեջանի պրոտեկտորատ, մենք չենք ունենալ առում սահմաններում, մենք չենք ունենա խնդիր ինչ որ կոնֆլիկտի մեր հարևանների հետ, մեր երկիրը բաց կլինի մեր հարևանների համար, այդ դեպքում իմ կարծիքով մեր քաղաքացիների այսպես ասած որոշումը մենք կտեսնենք հունիսի 7-ին, որ ճանապարհով են ուզում երկրի ապագան տեսնել։ Կոմպրոմիս, որը որ բերում է իր հետևանքներին, թե սկզբունքային դիրքորոշում, որը բերում է իր հետևանքներին։ Ադրբեջանին տանում էր այն ճանապարհը, որը իրականացվում էր մինչև խաղաղության պայմանագրերը։ Հնչեցին Բորիս Նավասարդյանի ու Անդրեաս Ղուկասյանի կարծիքներն ու գնահատականները։